Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը պնդում է, որ թյուր կարծիք է ստեղծվել, թե ոստիկանության ոչ արդյունավետ քայլերի պատճառով է, որ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը հայտնվել է ռուս իրավապահների ձեռքում։ Իսկ ինչու հայ իրավապահներին այդպես էլ չհաջողվեց ձերբակալել Պերմյակովին, եթե նկատի ունենանք, որ ոստիկանապետը հայտարարել էր, թե ձերբակալությունից 2 ժամ առաջ իրենք արդեն իսկ Պերմյակովի գտնվելու մասին տեղեկություններ ունեին։ Դեպքից, նրա փախուստից եւ արդեն իսկ դեպքից անմիջապես հետո մենք բազմաթիվ նմանատիպ ահազանգեր ենք ստացել եւ բոլորը անխտիր ստուգվել են։ Ահազանգեր ենք ստացել ոչ միայն Գյումրիում, ահազանգեր ենք ստացել Արագածոտնի մարզում, Արմավիրի մարզում, Երևան քաղաքից եւ բոլոր ահազանգերը ստուգվել են։ Այդպիսի մի ահազանգ ձեր նշած ահազանգներ, որը ստուգվել է մանրակրկիտ եւ ծառայություն կատարող մեր ոստիկանական հենակետերին եւ շրջիկ խմբերին ու նաեւ սահմանապահներին տեղեկացվել է եւս մեկ անգամ ավելի զգոն լինելու խնդրի վերաբերյալ։ Ռուս զինծառայողը փորձել է հատել հայկական սահմանն, ինչու քրեական գործ այդ հատկանիշով չի հարուցվում, եւ ինչու ռուս սահմանապահները ձերբակալությունից հետո Պերմյակովին չհանձնեցին հայ իրավապահներին, արդյոք վերջիններս չեն պահանջել։ Հունան Պողոսյանը հայտարարում է, պահանջել են, բայց դա պահանջով բավարարվող հարց չէ։ Ըստ փոխոստիկանապետի ձերբակալությունից հետո ինքը տեսել է Պերմյակովին, սակայն նպատակարար չի համարել հարցեր ուղղել։ Պահանջել ենք, բայց դա իմ պահանջով բավարարվող հարց չէ, դուք բոլորդ էլ գիտեք, որ իրավական հարթության մեջ քրեադատավարական ընթացակարգերով լուծվող հարցեր են երկու երկրների միջև գոյություն ունեցող պայմանագրերի համաձայնագրերի շրջանակներում։ Նման բան չի եղել, որ մերժեն։ Դուք գիտեք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալներ եկել կոնկրետ առաքելությամբ։ Նրանք էլ ունեն կոնկրետ խնդիրներ պարզելու համար մի շարք հանգամանքներ եւ ներկա գտնվող բոլորը ասում են, որ միանշանակ ինչ որ կատարվելու է Հայաստանում համատեղ քննչական խմբի շրջանակներում։ Հունան Պողոսյանի խոսքով քննարկվում է նաեւ այն վարկածը, որ Պերմյակովը միայնակ չի գործել։ Նախաքննության ընթացքում առաջ քաշված տարբեր վարկածներ ուսումնասիրվում են, որոնք հերկվում են կամ հաստատվում։ Պողոսյանի փոխանցմամբ հայ ու ռուս իրավապահներն աշխատում են եւ նախաքննության ավարտից հետո ամեն ինչ բարձ կլինի։ Կարծում եմ այդ հանցակազմով մեղադրանք կառաջադրեն թե չէ, եթե բավարար տվյալներ լինի, միանշանակ կարծում եմ կառաջադրեն։ Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Միասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում 1.5 տարեկան դստերը։ 6 ամսական Սերոժ Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում նա մահացել էր։ Այս գործով նույն օրը կեսգիշերին մոտ ձերբակալվել էր ռուս զինվորական Վալերի Պերմյակովը։ Նախաքննությունը շարունակվում է։